Պարոն Կոմենդատյան, ՀԱՅԱՔՖ նախաձեռնությունը հայտարարել էր, որ կենսաթոշակները կարելի է բարձրացնել 50%-ով, ինչով է հիմնավորվում ձեր առաջարկը։ Թոշակները ոչ թե պետք է բարձրացնել, պարտադիր պետք է բարձրացնել, որովհետև թոշակառուները մոտավորապես կես միլիոն քաղաքացիներ սովամահության եզրին են։ Մենք վերջերս թեթև հաշվարկ ենք արել, ընդամենը ներդատենք պարոնային Զամբյուղի մեջ այդ գոյատևելու այդ ցուցակի մեջ, չէ, ինչպեսի ապրանքներ են մտնում, եւ պատկերացրեք, որ եթե թոշակառուն 30 հատ հաց, 15 հատ մածուն, երևի մի կես կիլոգրամ կամ 2 կիլոգրամ կարակ օգտագործի, մի կերպ կարող է խուսափել սովամահ լինելուց։ ՀԱՅԱՔ-ի ժողովրդի հետ է միշտ, մի ժողովրդական մասաների հետ մենք կապի մեջ ենք, ներգործության մեջ ենք, անդադ հանդիպում ենք շրջաններում, քաղաքում, եւ այդ 502,000 մարդը, որ մենակ թոշակառուներն են եւ ընդհանուր նպաստառուների հետ մոտավորապես 660,000 քաղաքացիներ են, այս մարդիկ հուսահատության եզրին են։ Այդ կառավարությունը, որը որ անդադ մտածում է իրենց աշխատավարձերը, բարգավաճարները բարձրացնելու մասին, անդադ այդ ուղղությամբ քայլեր են անում, այս մարդկանց մոռացել են, այդ կես միլիոն 660,000 մարդու մոռացել են եւ պարզապես ցինիկ խաբեությամբ են զբաղված։ Հիմա ինչ վերաբերում է ՀԱՅԱՔՖ-ին, որտեղից է պնդումը կատարում, մտման համար կարող եմ ընդհանրապես մեկ օրինակ բերել 2018 թվականին զանազան ռեպրեսիվ օրգանների, այդ թվում հակակոռուպցիոն դատարան, առաջին դատարան, առաջինացյալի, վերաքննիչ, վճարաբեկ, ոստիկանություն, պարեկներ, էլ չեմ ասում մնացած բոլոր իրար հետ 18 թվականից ստանում էին մոտավորապես 33 միլիարդ դրամի աշխատավարձ եւ տեխնիկական ապահովման միջոցներ։ Հիմա այդ գումարը կազմում է մոտավորապես 94 միլիարդ դրամ։ Մենք 60 միլիարդ դրամ այստեղ այն մարդկանց բերանից կտրել են, այդ մեր շտակած 660,000 հոգու բերանից կտրել են եւ հատկացրել են այդ ռեպրեսիվ հիմնական գործառույթներ ունեցող կազմակերպություններին, որոնք գտնվում են անմիջական քաղաքական վերահսկողության տակ։ Նրանք չի կարելի անվանել, որ պետական մարմիններ են, նրանք քաղաքական ուղղորդվող մարմիններ են եւ ասած ապացուցելու համար ընդհանրապես հիշեցնեմ, որ այդ հակակոռուպցիոն հետաքնող խոշորագույն մարմնի ղեկավարը ընդհանրապես մեկ SMS-ով գիշերվա ընթացքում ազատվել էր աշխատանքից։ Հիմա սա մի օրինակը, բայց կան բազմաթիվ օրինակներ, այդ թվում օրինակների մեջ պետք է օգտագործենք նաև արտաքին պարտքի հետ կապված խնդիրը։ Դա 18 թվականին Հայաստան Հանրապետությունը 143 միլիարդ դրամ էր հատկացնում պարտքի տոկոսների սպասարկմանը, հիմա այդ գումարը կազմելու 2026 թվականին 423 միլիարդ դրամ։ Հիմա այդ գումարը որտեղ է նախընտրել օգտագործել։ Տալ կապիտալիստական այդ միավորումներին, ենթադրենք Ասիական զարգացման բանկին, Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, թե դրանց հետ վերջ-վերջո բանակցել, հասկացնել, որ այս երկիրը ավելի կարևոր բան ունի, քան ենթադրենք կապիտալիստական կորպորացիաների եւ կապիտալիստական այդ խոշոր միավորումների տոկոսներ վճարելը։ Մենք 660,000 քաղաքացու պահելու, սովից փրկելու եւ արժանապատիվ ծերություն ապավելու խնդիր ունենք եւ ավելի կարեւոր է այդ կազմակերպությունների հետ գնալ բանակցությունների եւ ոչ թե պարզապես թուլական կամազուր կերպով նրանց ամբողջ ուզածը անել եւ այս երկրի ամբողջ աշխատանքը 423 միլիարդը դա 1 միլիարդ 100 միլիոն դոլար է։ Այս ամբողջ գումարը տանք այդ ձեռնարկություններին, այդ կորպորացիաներին, նրանց տերերին, որոնք էլ բնականաբար թելադրելու են ապագայում եւ հիմա էլ Հայաստան Հանրապետության քաղաքական, ենթադրենք իշխանությունների վարվող քաղաքականությունը։ Կամ բազմաթիվ նյուանսներ, ես ձեզ մի օրինակ բերեմ, 26 թվականին միայն 50 միլիարդ դրամ հատկացվել է ասֆալտի վերանորոգման։ Այսինքն այդ ճաքերը լցնելու համար մենք հստակ գիտենք ովքեր են շահագրգիռ եւ ովքեր են այստեղից մզում են գումարները, այն միլիարդները մզում, որոնք թոշակառուներին չեն հասնում։ Կարելի է բյուջեն բավականին մեծ է, 18 թվականի հետ համատած 25 թվականի եւ 26 թվականի բյուջեներ բավական մեծ են, մոտավորապես 135%-ով ավելացել են բյուջեի ծախսերի մասերը, բայց թոշակառուների թոշակները ավելացել է 21-22%-ով։ Հիմա էլ ինչ որ
հետվճարի ցինիկություն են ուզում մտցնել, ընդ որում դրա մասին գոռում են, գոչում են, ասում են դա շատ լավ է, այդ հետվճարի ցինիկությունը մտցնողների կոնկրետ նաև այսօր կառավարության նիստում էլ այդ թեմայով զրուցում էին, տվայտվում են երկու հոգի, չէ՞։ Հիմա այս ամենը նախաձեռնողները ինչու են այս աշխատավարձերը չեն փորձում ընդհանուր ստանալ հետվճարով։ Հետո հետվճարով ստանան։ Բայց թոշակառուին կարելի է այսպես ասած արհամարել, ուրանալ, ձեռ առնել։ Կոնկրետ ձեռ են առնում, որովհետև ասում են գնա վաստակի։ Ինչ է նշանակում գնա վաստակի, երբ որ 50,000-ի մեջ այդ գումարի մեջ պետք է դեղերը մտնի, կոմունալ ծախսերը պետք է մտնի, այդ հագուստը պետք է մտնի, տրանսպորտի ծախսերը պետք է մտնի եւ ամենակարևորը պարոնային ապրանքները։ Ասենք պարզապես մարդկանց ձեռ են առնում, խնդիրը սա է, հիմա հայակվեն, այս թեման բարձրացել է մեկ շատ մեծ ծավալի ուսումնասիրություններ ունենք եւ այդ ուսումնասիրությունները մենք ակնհայտորեն կարող ենք հիմա էլ ապացուցել, մասնագիտական բանավեճի մեջ էլ ապացուցել, որ այդ գումարները կան, պարզապես այդ գումարները որոշ խմբակներ, քաղաքական, որովհետեւ գիտեք ում մասն է խոսքը, նրանք պարզապես իրենց աջակիցների, յուրակիցների հետ այս ամբողջ բյուջեն մանր սղոցում են տորթի նման եւ ուտում են, այս ամբողջ խնդիրը։ Դուք խոսեցիք առաջարկի մասին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, որ թոշակառուները պետք է աշխատեն, այստեղ հարցը առաջ գալիս, արդյոք աշխատաշուկայում նրանց համար կա բավարար չափով եւ արժանապատիվ առաջարկ աշխատանքի։ Բնականաբար չկա, որովհետեւ կարելի այդ թոշակային տարիքը անընդհատ կարելի բարձրացնել։ Սա ռեզին չի։ Նա չի կարող անընդհատ բարձրանալ։ Այսօր բարձրացեցին 70 տարեկան դարձեցին, վաղը 75, եմի գուցե սարքենք միանգամից 105 տարեկան, չէ՞։ Եմի եկա մարդիկ այդքան չեն ապրելու, թոշակել չեն ստանալու։ Խնդիրը նա է, որ այս մարդիկ ցանկացած հարցի շուրջը նույն կառավարության նիստի ժամանակ զրուցում են, ախմախ կատակներ են անում, հիանում են իրարով, ժպտում են, կամ այդ աթոռներից ընկնում են ծիծաղ այդ նոպայով, չէ՞։ Բայց խնդիրը նա է, որ այս մարդիկ իրականում այդ 660,000 մարդկանց խնդիրը չեն լուծում։ Ինչ նշանակում թոշակային տարիքը բարձրացնել։ Թոշակային տարիքը կարելի է բարձրացնել, եթե ընդհանուր միջին տարիքը Հայաստանում մնաք չի, չէ՞, միջին տևողությունը ընդհանրների 90 տարի կամ 100 տարի, ոտս գլուխ 75 տարի է, չէ՞։ Հիմա այս մարդիկ անընդհատ բարձրացնելով հասկանում եմ, իրենց վրայից ուզում են այդ հոգսը ընդհանրապես թափեն։ Նրանց ուզում են թոշակառուներին մոռանան, աշները բացեն, տեսնեն ոչ մի թոշակառու չկա։ Հիմա մի խնդիր ձեզ ասեմ, այդ մարդիկ ովքեր որ հետվճարի համակարգի ջատագովներ են հանդես գալիս, չէ՞, դուք երևի տեղակել չեք կամ քաղաքացիները տեղակ չեն, որ հոկտեմբեր ամսվա համար, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար հետվճարի գումարը վերջացել էր։ Եվ միայն այդ համապատասխան նախարարը, որը անդադ ինչ-որ հայակվեի հետ կապված տվայտվում է, իրավունք մեքենայի ներսից, չէ՞։ Հիմա այս անձնավորությունը մտել է կառավարություն եւ Պաուստային ֆոնդից 3 միլիարդ 120 միլիոն պահանջել էին, խնդրել էր, որ հետվճար, այսինքն նույնիսկ հետվճարի պլանավորումը սրանք չէին իրականացել։ Հավանաբար մտածել են, որ այդ ամբողջ ընթացքում այդ հնարավոր հետվճարի շահառուներ կարող է պարտապես չլինեն, հեռու իրանցից կարող է մահացած լինեն։ Այս մարդկանց պլանավորումը դա նորմալ պլանավորում չէ, դա կենթանի մարդկանց պլանավորում չէ։ Սրանց ուզածը հենց այդ է, որ այդ մարդիկ չլինեն, այդ մարդկանց նկատմամբ ընդհանրենք պետական հոգատությունը չաշխատի։ Այս ամբողջ խնդիրը։ Կա կոնկրետ ուսումնասիրություն այդ վճարները, այդ քեշբեքերը որքանով են աշխատում, որքանով են մարդիկ օգտվում դրանցից։ Ես չգիտեմ ով ինչ ասում, օրինակ այսօրվա կառավարության նիստում ինչ-որ ֆանտաստիկ ապոկալիպտիկ թվեր էին բերում, անկեղծ ասեմ, այնդ կարելի է դրանցից մի հատ հոլովակ հումորային կառուցել, թվեր են բերում, որ այդ թվերը իրականություն գոյություն չունի։ Ես չգիտեմ դրանք թվերը որտեղից են վերցնում, ես անընդհատ ճանապարհորդում եմ մեր հայակվեի համակիրների հետ բոլոր շրջաններում մարդիկ շեշտում են, որ այդ հետվճարը խաբեություն է, հետվճարը ցինիկություն է եւ հետվճարը դա գումար վաստակելու խնդիր էլ չէ։ Հետվճարը պարզապես մարդկանց իրավունքներից, մարդկանց նկատմամբ ունեցած պարտականություններից փախնելու, իրանց գցելու, խոսքը կտուր գցելու, ընդհանրապես պարտավորությունները մոռանալու, այս մի գործընթաց են սրանք ծառայեցրել հիմա դա են ստեղծում։
հետ վճարը, երբ որ նրանք ասում են մինչև 10,000, դա նշանակում է, որ 50,000 դրամ ստացողը պիտի անպայման գնա, ընդհանրենք հետ վճարի տեխնիկական հնարավորություն ունեցող այդ սուպերմարկետներից օգտվի, եւ դա այն դեպքում, երբ բակային խանութները, ընդհանրենք նույն գյուղատնտեսական մթերքները վաճառում են 60-70%-ով ավելի էժան։ Սրանք քաղաքացիացում են արի հետ վճար, դու կատարի, իբր թե ՀԴՄ-ի այդ ստերեն շրջանառությունները որոշակի կանխելու, իբր թե թափանցիկացնելու համար, բայց չեն ասում, որ այս քաղաքացին այդ գարնան ամիսներից սկսած մինչև ձմեռ, չէ, այդ բակային խանութներից որ օգտվում է, նա 60-70%-ով ավելի ձեռնատու է։ Արի մեզ մոտ, մեր առուտը մեր մոտ արա, այնտեղ 70% դուժվի, բայց այստեղ ընդհանրեն 20% օգուտ կայս։ Եվ այն դեպքում մանալ որ կոմունալները եւ այդ բնաշնորհների վճարները, չէ, օրինակ էլեկտրականության դիմաց վճարը, գազի վճարը, տարբեր ընդհանրեն աղբահանության վճարը, ընդհանրեն այդ բաների, բնակարանների պահպանության կոոպերատիվների վճարները, դրանք հետ վճարի մեջ չի երևում, չկա ամբողջը։ Այս մարդիկ պարզապես խափում են։ Ռեալ հետ վճարի գումարը մենք միջին ասած թիվը հանել ենք, մենք ունենք, ընդ որում եթե դա ցանկություն է, այդ ավտոմեքենայի մեջ զրուցողը, չէ, թող գա հենց այստեղ զրուցենք, այդ թվերը իրան ցույց տամ, ասեմ որ այս ամբողջ խոսքը գնում է 3,500 դրամի շուրջը, ոչ ավել, այդ 10,000 դրամ, որ դուք հնչեցնում եք, սա խափեություն է։ Ընդհանրապես դրանք հորդորեն, որ քիչ սուտ խոսա։ Սուտը պատվաբեր չէ։ Իշխանությունները ձեզ հակադարձում են, որ հնարավոր չէ նման բարձրացում իրականացնել եւ եթե հնարավոր է այդ դեպքում որն է իշխանության շահը չբարձրացնելու հատկապես նախընտրական տարի է ու իրենց դա այսպես ասած նախընտրական շրջանում օգտակար կլինի, ես ինչու չեմ բարձրացնում, եթե հնարավոր է։ Դա շատ լավ հարց է։ Գիտեք խնդիրը որն է։ Վերջին ժամանակներում մենք տեսնում ենք, որ իշխանությունը առանձին խավերի բնակչության փորձում է սիրաշահել։ Պարզապես ուզում է կեղծիք կատարել եւ ուզում է ապագա ընտրությունների այսպես հանդիման, չէ, այս մարդկանց բարեհաճությունը վաստակել։ Ինչու են մոռացել թոշակառուներին, ես դες կասեմ, որովհետեւ նրանք թոշակառուներին չեն դիտում որպես հնարավոր կոնսոլիդացվող ուժ։ Նրանք հասկանում, որ թոշակառուն լավագույն դեպքում, եթե իր բակը իշխնում կամ տանից դուրս չի գալիս եւ ակտիվ հասարակական կյանքին չի մասնակցում։ Այս մարդկանց ամենահեռու գնացած ճանապարհը կամ դեղատունն է, կամ պոլիկլինիկան է։ Նրանք չեն մասնակցում հանրային միջոցառումներին, չեն կոնսոլիդացում եւ որպես հանրային խոշոր խավ հանրային կյանքից դուրս են այս մարդիկ։ Դրա համար այս մարդկանց մոռացել են։ Եթե թոշակառուները փոխարեն 500,000 առողջ, նախաձեռնող համարձակ մարդիկ լինեին, բնականաբար այդ մարդկանց ընթառաջ ամեն ինչ կանեին, որ օրինակ հիմա են փորձում անել։ Կոնկրետ այսօրվա կառավարության նիստում մի հատ նոր խաբեություն հնչեցրեցին, բա պետական աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացնենք։ Լավ, բարձրացեցին, այդտեղ 210,000 մարդ կան տամնա։ Այն 660,000-ը ինչ մեղք ունի, որ չի կոնսոլիդացվում, որ իր ընդհանրենք ֆիզիկական գոյության մայրամուտում է գտնվում, այսինքն այդ մարդկանց պիտի մոռանալ, ու գնան ընդհանրենք չապրեն, ընդհանրենք վերանան, այդ հետ վճարներ վերանա, թոշակներ վերանա, չի մասնա խոսքը։ Ամբողջ խնդիրը նա է, որ այս մարդիկ թոշակառուներին որպես գործոն չեն դիտարկում։ Հայակվեն, այս իմաստով պահանջը ձևակերպելը հստակ։ Մենք հիմա հանրագիր հետ կապված ստորագրություններ ենք հավաքում, եւ այդ հանրագիրի ամբողջ իմաստը բովանդակությունը բաղկացած է երկու կետից։ Առաջին կետը թոշակները բարձրացնել 50%-ով առնվազն եւ երկրորդ կետը յուրաքանչյուր տարի իրականացնել թոշակների ինդեքսավորում տվյալ տարում գրանցված ընդհանուր ինֆլյացիայի մակարդակը հաշվի առնելով։ Այս երկու խնդիրների շուրջը մենք հանդիպումները շարունակում ենք եւ շուտով մենք 100,000-ավոր ստորագրություններով հանրագիր կբերենք հանձնենք այս կառավարություն կոչեցած խմբակին, այդ փոքրատիվ խմբակին եւ նրանք փաստորեն պետք է կանգնեն այդ հարցի առջեւ։ Պատասխանելու են սրան, թե չեն պատասխանելու, որքան հասկանում եմ, սրանք չեն պատասխանելու, որովհետև բյուջետային պլանավորումը արդեն նրանք կատարել են եւ 26 թվականի բյուջեում նախատեսված չէ թոշակների բարձրացում, այս մարդիկ հստակ այդ 660,000 հոգու դեմ պետք է կանգնեն, ասեն, որ մենք խաբեբաներ ենք եւ մենք ձեր դեմ, այսպես ասած, հանդես ենք գալ որպես ստախոսներ, որպես ճշմարտությունից խուսափողներ եւ որպես այսպես ասած սերունդների նկատմամբ պարտ չունեցող քաղաքական խմբակ։